Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նամի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարենք։ Երևանը շարունակում է բոյկոտել ՀԱՊԿ միջոցառումները։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք կազմակերպության նիստին, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Վաղը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին հայտնել են Հայաստանի նախագահականից։ Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Տրամպի վարչակազմը կլինի Միացյալ Նահանգների ամենահայամետ վարչակազմը։ Նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր հայտարարել է Տրամպի համակիր հոգևորական Ջոել Թենին, իսկ ովքեր են ձևավորելու նոր կաբինետը, փորձել է պարզել Աիդա Կիրակոսյանը։ Կենսաթոշակային ֆոնդերի միջոցներով Հայաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների հնարավորություն կընձեռվի քաղաքացիներին։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին։ Հայաստանում միավով առակվածության դեպքերը վերջին տարիներին նկատելիորեն աճել են, ինչ քայլեր են անհրաժեշտ վիճակագրական այս պատկերը փոխելու համար։ Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակում տեղի է ունեցել գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպում։ Ներկաները քննարկել են ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներն ու նախանշել առաջնահերթությունները։ Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում էլ կայացել է տարվա սկզբունքային խաղերից մեկը։ Փոխչեմպիոն Նուան տպավորիչ հաղթանակի է հասել չեմպիոն Փյունիկի նկատմամբ։ Օրվա կարևոր մարզական նորությունները։ Օրերս հայտնել ենք, որ Բաքվում COP29-ի շրջանակում Հեյդար Ալիևի հիմնադրամի հովանու ներքո կազմակերպվել է ադրբեջանական Երևան միջոցառումը։ Ադրբեջանական մամուլում կան հրապարակումներ նաև արևմտյան Ադրբեջանի եզրույթի կիրառմամբ նյութեր ներկայացնող ցուցահանդեսի մասին։ Այս մասով ֆակտորը փորձել է ճշտել, թե արդյոք պաշտոնական Երևանն ունի որևէ արձագանք կամ դիրքորոշում։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը մեկնաբանելով հարցը հայտնել է. Ինչպես նախկինում պաշտոնական դիրքորոշումներում հնչեցրել ենք, Հայաստանը կտրականապես մերժում է հարևան պետության նկատմամբ տարածքային նկրտումների ենթադրող նմանօրինակ ցանկացած կեղծ նարատիվ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին, հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ավելի վաղ այս մասին հայտնել էր նաեւ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը, նշելով, թե սակայն պաշտոնական Երևանը չի առարկում, որ նախատեսված փաստաթղթերը ընդունվեն։ Իդեպ Իզվեստիային տված հարցազրույցում էլ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային գործակցությանն, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում այլընտրանք չկա։ Նա վստահեցրել է Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ ժամանել է Երևան։ Երկօրյա այցի ընթացքում Լեհաստանի նախագահը առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երազ համայնք մասնակցելու Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ համատեղ բարեկությանը։ Սուրեն Պապիկյանը այցելել է Սահմանագուտի, պաշտպանության նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանրարարականներ։ Հայաստանը ստացել է հնդկական Պինակա հրթիռային համակարգերի առաջին խմբականակը, հնդկական NAI լրատվական գործակալությանը հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Ըստ նրանց Հայաստանին Պինակա համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ 2 տարի առաջ երկար բանակցություններից հետո։ Հնդկական հրթիռային համակարգի թիրախների ոչնչացման հեռահարությունը 75 կիլոմետր է։ Ավելի վաղ Հնդկաստանը սկսել էր Հայաստանին մատակարարել Աքաշ զենիթահրթիռային համալիրներ։ Հնդկական լրատվամիջոցի հաղորդմամբ ընդհանուր առմամբ Հայաստանը պատվիրել է 15 հնդկական հակաօդային պաշտպանության համակարգ, մոտ $720 միլիոն ընդհանուր արժողությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել ռազմական գնումները։
ԱՄՆ նոր ընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կլինի Միացյալ Նահանգների ամենահայամետ վարչակազմը նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտարարել է Թրամփի համակիր հոգևորական Ջոել Թենին։ Շատ են քննարկումները, որ Թրամփից պաշտոն ստացած հայամետ ներկայացուցիչները կարող են ակտիվ աշխատել հայ լոբբիստների հետ եւ հայկական օրակարգը առաջ մղել։ Որ պաշտոնյաների մասին է խոսքը, ինչպիսին է նրանց անցյալը։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրím գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, աշխարհը ուշի ուշով հետևում է Թրամփի նոր վարչակազմի, նոր աշխատակազմի նշանակումներին եւ բավականին ուշագրավ մեսիջներ են գալիս, որ այնտեղ բավականին հայամետ ուժեր են կենտրոնացած։ Ինչի մասին է խոսքը։ Սկսենք կոնգրեսից, արա հայամետ պաշտոնյաների թիվը կոնգրեսում եւս մեծ է, Հայդատի հանձնախմբի համակրանքը վայելող 180 թեկնածուներից 166-ը կոնգրեսում է եւ ընտրվել է։ Բայց սա միակ ուրախալի լուրը չէ մեզ համար, Թրամփն ինքը առանցքային տարբեր պաշտոններում նշանակել է այնպիսի գործիչների, որոնք գոնե անցյալում իսկապես հանդես են եկել հայամետ դիրքորոշումներով եւ առնվազն հայտարարությունների եւ բանաձևեր ընդունելու մակարդակում իսկապես պաշտպանել են հայկական օրակարգն ընդդեմ Ադրբեջանի։ Թրամփը ԱՄՆ հետախուզության տնօրենի թեկնածու է առաջադրել նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդին։ Նա դեռևս կոնգրեսի անդամ լինելու տարիներին հայամետ դիրքորոշումներով բազմիցս հանդես է եկել։ Գիտենք, որ 2017 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որից հետո Ադրբեջանը նրան անցանկալի անց հայտարարեց, սև ցուցակ գցեց, այսպես ասած, եւ մինչեւ օրս նրա մուտքը Բաքու արգելված է։ 44-օրյա պատերազմը դեռ չէր սկսվել, նոր էր սկսվել ավելի շուտ, երբ Գաբարդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանից պահանջի կանգնեցնել պատերազմը, հարձակումն ու սադրանքը Հայաստանի նկատմամբ, բացի այդ Թուրքիան էլ պիտի դադարեցնի իր անմիջական ներգրավվածությունը այդ հարձակմանը, քանի որ նաև շեշտել էր իր ելույթում, որ բացի ուղիղ եւ անմիջական ռազմական աջակցությունից նաև վարձկաններ է ուղարկում եւ զինվորականներ։ Իդեպ Գաբարդի հանդեպ իսկապես Թուրքիայում եւս թշնամական տրամադրվածություն է, ոչ միայն հայամետ հայտարարությունների, նաև հիշեցնեմ, որ Գաբարդը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ էր արել պարզապես Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից, որովհետև սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, դեռ Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության հետ ընթացքում, բայց բացի այդ Թուրքիայում նրան ատում են, որովհետև հանդես է եկել այլ հարցերով եւս, Թուրքիան շարունակում է վտանգել Միացյալ Նահանգների շահերը Սիրիայում, Հունաստանում, Իսրայելում եւ Կիպրոսում, հայտարարել էր Գաբարդը, նաև նշել, որ հատկապես Կիպրոսի օկուպացիան պետք է դադարեցվի եւ կղզին պետք է միավորված լինի։ Այսինքն հակաադրբեջանական, հակաթուրքական կերպարը, որը նրանց սև ցուցակում է, կնշանակվի հետախուզության տնօրեն Միացյալ Նահանգներում, ինչը իսկապես առանցքային դեր ունի Միացյալ Նահանգների կառավարման համակարգում։ Հաջորդ հայամետ նշանակումը պետքարտուղարի պաշտոնում է, եւս մեկ առանցքային դեր։ Բավականին ուշագրավ։ Այո, Դոնալդ Թրամփը հաստատել է, որ գլխավոր դիվանագետի պաշտոնում կնշանակվի Մարկո Ռուբիոն։ Նա բավական քաջատեղյակ է մեր տարածաշրջանի պատմությունից, հայոց պատմությունից, անցյալում բավականին երկար եւ շատ լավ փորձառությամբ աշխատել է հայ լոբբիստների հետ եւ այդ փորձառությունը մենք բազմիցս տեսել ենք տարբեր բանաձևեր նախագծելու եւ դրանք առաջ մղելու հարցում։ Դեռևս 2023 թվականի աշնանը Արցախի հայաթափումից հետո Մարկո Ռուբիոն միացել էր Հայաստանի պաշտպանության ակտ կոչվող փաստաթղթին, որը կոչ էր անում Սպիտակ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին եւ այդ օրերին նույնիսկ տարբեր տեսակի գրառումներ էր անում, մեկը պիտի մեջբերեմ, ամերիկացի հարկատուների գումարները չպետք է ուղղվեն Ադրբեջան, մի երկիր, որը ապակայունացնում է տարածաշրջանը։ Ռուբիոյի թեկնածությունը եւ հետո արդեն ընտրությունը իսկապես եւս բավականին հայամետ դիրքորոշում կա։ Եվ կխթանի հայկական օրակարգի հարցի առաջմղմանը։ Գոնե գիտենք, որ լոբբիստների հետ, հայ լոբբիստների հետ աշխատելու փորձառություն ունի եւ հասանելիություն ունենք մենք նրան որպես անհատի։ Հաջորդ հայամետ պաշտոնյան կնշանակվի առողջապահության եւ մարդկային ծառայությունների նախարարի պաշտոնում, խոսքը Ռոբերտ Քենեդի կրտսերի մասին է։ Այս նախագահական ընտրություններում գիտենք, որ Քենեդին որպես նախագահի թեկնածու էր ներկայացված եւ դեռ այդ ժամանակ նախընտրական քարոզարշավի փուլում բազմաթիվ հայամետ հայտարարություններ էր արել։ Ցավոք հետո լքեց ընտրապայքարը, գուցե հենց այսօր այսպիսի պաշտոն ստանալու պատրվակ
դրվագով ու պատճառով, այնուամենայնիվ, եթե նա նշանակվի նախարարի պաշտոնում, եւս վստահորեն կարող ենք ասել, որ ունենք եւս մեկ թեկնածու, որը հայամետ դիրքորոշումներով ժամանակին հանդես է եկել։ Պիտի հիշեցնեմ նրա հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել, որպեսզի հայ գերիների վերադարձն ապահովի պատշաճ կերպով, սրա մասին տարբեր հարցազրույցներում նա խոսել է։ Թրամփի նախանշվող վարչակազմում առանձնացրել եմ եւս մեկ հայամետ թեկնածուի Վիվեք Ռամասվամին Իլոն Մասկի հետ գլխավորի Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության վարչությունը։ Այս գործիչը Ադրբեջանին գրեթե միշտ տարբեր հարցազրույցներում հրապարակավ մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ վայրագությունների համար։ Ես մեջբերել եմ նրա հարցազրույցներից մեկից մի դրվագ, որը շատ ուղիղ կոշտ արտահայտում է նրա տեսլականն ու տեսակետը Ադրբեջանի նկատմամբ, այն ամենը, ինչ տեղի է ունենում վայրագություն է։ Ես նկատի ունեմ, որ մոտ 100-ից 120 հազար հայեր, ովքեր քրիստոնյա են, հեռացել են այն տարածաշրջանից, որը վաղուց տուն են անվանում։ Շատ վայրագություններ մինչև օրս չեն լուսաբանվել։ Արևմտյան մամուլում նշել էր այս թեկնածուն, սա եւս մեկ վկայություն է այն մասին, որ իր պաշտոնը գուցե օգտագործելով որևէ դրական միտում կունենա հայ-ամերիկյան հարաբերություններում այս թեկնածուն։ Այդա բոլոր թեկնածուները, որոնց նշեցիր, որոնց մասին խոսեցիր, ներկայացրեցիր, նույնիսկ նրանց մեջ բերումները, իսկապես բոլորը կարծես օբյեկտիվորեն իրականությունն են ասել, այն ինչ որ կա։ Այդուհանդերձ, այս ամենով հանդերձ, այս նշանակումները մեզ համար ինչ են տալու։ Ես յուրաքանչյուր թեկնածուի մասին խոսելիս, մեջբերումներ անելիս ու հիշատակելիս նշեցի, որ այո, այս անհատները իսկապես կարող են փոքրիկ մեսիջների միջոցով գոնե այս վարչակազմում հայ-ամերիկյան օրակարգն առաջ տանել, Հայաստանի շահերը առաջ մղել եւ կողմ եմ հաշվի նստել այն վերլուծաբանների հետ, որոնք ավելի իրատեսական կարծիքներ են առաջ քաշում, որքան էլ անհատների դերը իսկապես կարևորենք հայ լոբիստների հետ աշխատանքի առումով, միևնույն է Միացյալ Նահանգների համակարգում անհատները շատ մեծ փոփոխություններ անել չեն կարող եւ հատկապես Թրամփի պարագայում, այնուամենայնիվ իսկապես պետք է թիրախավորել այն գործիչներին, որոնց ձայնը հետո մեր օգտին կարող է լսելի լինել Միացյալ Նահանգներում եւ այդ շշնջոցը հայերի օգտին կարող է լսելի դառնալ Թրամփի ականջին եւ աշխատել նրանց հետ միաժամանակ շատ լավ հասկանալով, որ պետք չէ էյֆորիկ տրամադրվածությամբ այսպես անընդհատ քննարկել, որ վայ Միացյալ Նահանգներում հայամետ վարչակազմ է եւ այո, շուտով մեր բոլոր հարցերը լուծվելու են։ Լավատեսորեն տրամադրվենք եւ հուսանք, որ հայ լոբիստները, հայ դատի հանձնախումբը եւ մեր իշխանությունները կկարողանան նոր վարչախմբի հետ իսկապես հասնել նոր արդյունքի։ Շնորհակալ եմ այն հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Մեր նախորդ թողարկմանը հայտնել էինք, որ Եգիպտոսում Կարմիր ծովի ափերի մոտ խորտակվել է Sea Story նավը, որի տախտակամածին եղել է 45 մարդ, այդ թվում 31 զբոսաշրջիկ եւ անձնակազմի 14 անդամ։ 16 մարդու հաջողվել է փրկել, տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող նավը հնգօրյա ջրասուզման շրջագայության էր ուղևորվել 3 եւ պետք է հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին։ Այսօր առավոտյան, սակայն փրկարարները ազդանշան են ստացել, որ նավը աղետի է ենթարկվում, որից հետո կապը նավի հետ դադարել է։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդերի արձակումը բավարար չէ, նա պետք է մահապատժի դատապարտվի, այս մասին BBC-ի փոխանցմամբ ասել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին բասիջ աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում։ Թշնամին չի հաղթել Գազայում եւ Լիբանանում, այնինչ սիոնիստական ռեժիմն արել է Գազայում եւ Լիբանանում, հաղթանակ չէ, դա ռազմական հանցագործություն են։ Մարդկանց տները ռմբակոծելը հաղթանակ չէ։ Հիմարները չպետք է մտածեն, որ հաղթել են, քանի որ ռմբակոծել են տներ, հիվանդանոցներ եւ հավաքատեղիներ, ասել է Խամենեին։
Լիբանան Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա, ինքնաթիռում 4 մարդ է եղել, 2 օդաչու եւ 2 ուղևոր, հայտնի է, որ 1 օդաչու ողջ է մնացել։ Նրան դուրս են բերել օդաչուների խցիկից եւ հանձնել բժիշկներին։ Նախնական տվյալներով ինքնաթիռը պատկանում է DHL-ին, միջադեպի վայրին հարող ճանապարհի մի հատվածը արգելափակված է։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռչում էր Լայպցիգից եւ կործանվել է Վիլնյուսի օդանավակայանի մոտ, հայտնի չէ, թե ինչ բեռ է գտնվում օդանավում։ Ռուսական Ազիմուտ ավիաընկերության ինքնաթիռում Անտալիայի օդանավակայանում վայրեջքի ժամանակ հրդեհ է բռնկվել, սակայն այն հաջողվել է մարել, ենթադրվում է, որ կրակը բռնկվել է շարժիչում։ Ռուս ավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն իր տելեգրամում հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով զոհեր չկան, ինքնաթիռի բոլոր 79 ուղևորները հաջողությամբ տարհանվել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կհանգեցնի ամերիկյան բանակից բոլոր տրանսգենդեր զինվորականների հեռացմանը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times օրաթերթը, վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած սեփական աղբյուրները։ Հրատարակությունը նշում է, որ այս պահին ԱՄՆ զինված ուժերում տարբեր, այդ թվում բարձր պաշտոններում ծառայում է մոտ 15,000 տրանսգենդեր, սակայն հանրապետական նախագահը մտադիր է բժշկական ստուգումների արդյունքներով նրանց զրկել ուսադիրներից որպես ծառայության համար ոչ պիտանի։ Անդրադառնանք այլ թեմաների կենսաթոշակային ֆոնդերի միջոցներով Հայաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների հնարավորություն կընձեռվի քաղաքացիներին։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հերթական նիստին դրական եզրակացություն է տվել կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Առաջարկվող փոփոխություններով նաեւ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ կլինի, գործող 15%-ի փոխարեն մինչեւ 35%։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Կառավարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքում։ Նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի խոսքով առաջարկվող փոփոխություններով կենսաթոշակային ֆոնդերի միջոցով Հայաստանի տնտեսությունում ուղղակի ներդրումների հնարավորություն է ստեղծվում։ Այժմ տնտեսությունում ուղղակի ներդրումներ կատարելու սահմանափակում կա։ Միայն գրանցված ֆոնդերի միջոցով է հնարավոր ներդրումներ անել։ Ուղիղ ներդրումների հնարավորություն չկա։ Ուղղակի ներդրումների 10% սահմանափակումը որ կա, նույնն է մնում, բայց այդ ռիսկի դասի մեջ գործիքները, այսինքն ուղղակի ներդրումների գործիքները բացվում են, մասնավորապես օրինակ private equity կամ private debt կարող են տալ։ Մեր դիտարկումներով կան այդպիսի հնարավոր զարգացումներ, կա նաև միջազգային կազմակերպություններից մեկի հետ եւս պլան, որ մեր ֆոնդերից մեկը փոխհմբռնման հուշագիր է կնքել, որով որ կոպիտ ասած իրենք կարող են համաներդրող լինեն ուղղակի Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների կամ ընկերությունների մեջ։ Պահպանողական ֆոնդերի պարագայում էլ մինչև 25%-ի չափով կարելի է կատարել բաժնային ներդրումներ։ Նախագծով գլխավոր դրամատունը առաջարկում է մինչև 35%-ի հնարավորություն տալ։ Ըստ Նուրբեկյանի ժամանակը ցույց է տվել, որ կարելի է ռիսկային գործիքների մեջ ավելի շատ ներդրումներ անել։ Միջազգային չափանիշների համեմատ անգամ 35%-ը շատ պահպանողական է, ընդգծեց Կենտրոնական բանկի փոխնախագահը։ Վերջին փոփոխությունն ինչի մասին կուզեի խոսել, դա մեկ երկրում ներդրումների սահմանաչափն է, այսօր ամենաշատը դա 15%-ն է։ Մենք առաջարկում ենք հնարավորություն ունենալ այդ սահմանաչափը ավելացնել, ոչ ավել քան 30%-ը, այս պարագայում լինելու է նախնական համաձայնություն Կենտրոնական բանկի եւ լիազոր մարմնի, այս պարագայում կլինի ֆինանսների նախարարությունը համատեղ ակտ կլինի, որտեղ մենք ռիսկերը կհավասարակշռենք եւ այդ հնարավորությունը կտանք։ Սրա հիմնական տրամաբանությունը ըստ էության այն է, որ կապիտալի շուկայում ԱՄՆ-ն շատ մեծ դեր ունի եւ 15%-ը սահմանափակում է։ Հայաստան խմբակցությունից Արտուր Խաչատրյանը հետաքրքրվեց Նուրբեկյանից։ Արդյոք ռիսկային չեն առաջարկվող փոփոխությունները։ Նրա ձևակերպմամբ շուկա չկա, որպեսզի ներդրումներ կատարվեն իրական տնտեսությունում։ Ընդդիմադիր падգամավորի կարծիքով Կենտրոնական բանկը որպես փրկողակ առաջարկում է հետևյալը. եթե չցուցակված ընկերություններում չեք ցանկանում ներդրումներ անել, գործակցեք մասնավոր անհասկանալի ծագում ունեցող ընկերությունների հետ։ Ոչ թե խնդիրը այն է, որ մենք ռիսկայնությունը ավելացնում ենք, այլ խնդիրը այն է, ինչպես անենք, որ մեր կൂട്ടակային ֆոնդերը մի քիչ ավելի ռիսկային բաների մեջ դնեն։
այսինքն խնդիրը հակառակ կողմից է, մենք ենք շահագրգռված, որտեղ իրենց ինստիտուցիոնալ ներքին համապատասխանության մեխանիզմները շատ խիստ են, այսինքն մեր խնդիրը հակառակն է, մենք պետք է կարողանանք միջավայր ձևավորենք, որպեսզի իրենց համապատասխանության գործառույթները ապավելով Հայաստանի Հանրապետություն ներդրումներ անել, այսինքն ստեղ ամենևին նրա մասին չէ խոսքը, որ իրենք գնալու են եւ միանգամից անհասկանալի ընկերություններում ուղիղ բաժնետոմսեր առնեն, բացարձակ դրա մասին չէ խոսքը, կոնկրետ օրինակ բերեմ IFC-ի հետ աշխարհում առաջի մեմորանդումն է ստորագրվել 2022 թվականի դեկտեմբերին, որտեղ որ IFC-ի հետ համատեղ ուղիղ ներդրումներ անելու բան կա, մեր կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդերից մեկը։ Հանձնաժողովը ընդունեց առաջարկվող փոփոխությունների փաթեթը եւ այն ուղարկեց առաջիկա լիագումար նիստերի օրակարգ։ Հանձնաժողովը նաև դրական եզրակացություն տվեց կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի համատեղ նախաձեռնությամբ։ Հիմնադրամին առանցին միջազգային ֆինանսական կառույցի կարգավիճակ տալու անհրաժեշտություն է առաջացել։ Հիմնադրամը մինչև այժմ կառավարվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից, սակայն երկու կառույցները ունեն տարբեր նպատակներ։ Բանկը ֆինանսավորում է մասնավոր նախագծերը, իսկ հիմնադրամի նպատակն է տարածաշրջանային ֆինանսական կայունության ապահովումը։ Ֆինանսների նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ հիմնադրամի ընդհանուր ներդրումները կազմում են 8.5 միլիարդ դոլար, որից 7.5 միլիարդը մուտք է արել Ռուսաստանը։ 24 թվականի դրությամբ մեր ամբողջ պորտֆելը, այսինքն պատմական պորտֆելը այդ հիմնադրամի հետ համագործակցության 840 կլորացնեմ, եթե 840 միլիոն դոլարի մասին է խոսք գնում, որից ընթացիկ ծրագրերը, այսինքն այս պահին ակտիվ ծրագրերը 10 ծրագիր են, 540 միլիոն ԱՄՆ-դոլարի։ Նարեկ Արուշանյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում միավոր վարակվածության դեպքերը վերջին տարիներին նկատելիորեն աճել են։ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 462 դեպք է գրանցվել։ Այս ուղղությամբ կարևորվում է վաղ հայտնաբերման, բուժման հասանելիության եւ առողջապահական ծառայությունների բարելավման հարցերը։ Նշվում է, որ վարակվածների մեծ մասը 48%-ը 25-ից 39 տարեկան անձինք են, որոնք ակտիվ սեռական կյանք են վարում։ Կոչի արվում նաև հասարակությանը ավելի բաց խոսել միավից։ Հայաստանում միավոր վարակվածության դեպքերը վերջին տարիներին աճել են, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի տվյալներով արդեն 462 անձի մոտ է հայտնաբերվել այս վարակը։ Այս մասին հայտնում է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի եւ գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը։ Ըստ մասնագետի 1987 թվականից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանում արձանագրվել է 6076 միավ դեպք, որոնցից 438-ը օտարերկրյա քաղաքացիների մոտ։ Վարակվածների 70%-ը արական սեռի ներկայացուցիչներ են։ Նշված դեպքերի մեծ մասը 48%-ը արձանագրվել է 25-ից 39 տարեկան անձանց մոտ, այսինքն այն մարդիկ, որոնք հիմնականում ակտիվ սեռական կյանքով են ապրում։ Ինչ վերաբերում է փոխանցման ուղիներին, ընդհանուր գրանցված դեպքերի մեջ հիմնական փոխանցման ուղին դա հետերոսեքսուալ ճանապարհն է, գերակշիռ մասը 76%-ը։ Երկրորդ տեղում թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին է 14% դեպքերը։ Հետո գալիս է արդեն հոմոսեքսուալ փոխանցման ուղին 7% դեպքերում եւ շատ քիչ քանակով մենք ունեցել ենք պատմության մեջ դեպքեր, որից երեխային միավի փոխանցման կամ ունենում ենք դեպքեր, երբ փոխանցման ուղին անհայտ է մնում։ Այս վիճակագրությունն ու տենդենսները կարևոր ազդանշաններ են վարակային հիվանդությունների տարածման մասին եւ պահանջում են ակտիվ միջոցառումներ կրթության, կանխարգելման եւ առողջապահական ծառայությունների բարելավման ուղղությամբ։ 2024 թվականի ընթացքում գրանցված դեպքերի մեջ հետերոսեքսուալ փոխանցման ուղով արդեն վարակված դեպքերը 81% են կազմում։ Երկրորդ տեղը եւ երրորդ տեղը փոխել են իրենց տեղերը, այսինքն արդեն 12% դեպքերում հոմոսեքսուալ փոխանցման ուղին է, 6% դեպքերում թմրամիջոցի ներարկային օգտագործումը եւ 0.5%-ներով մորից երեխային փոխանցում եւ ունենք էլի դեպքեր, երբ անհայտ է մնում փոխանցման ուղին։ Աննա Մերգելյանը նաև նշել է, որ վարակի տարածումը տարբեր մարզերում տարբեր է։ 100,000 բնակչի հաշվարկով Շիրակի մարզը գրանցում է վարակվածության ամենաբարձր մակարդակը։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության եւ խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզականյանն էլ խոսել է միավի դեպքերի աճի եւ նրանց վաղ հայտնաբերման կարեւորության մասին։ Նա ընդգծել է, որ որքան շատ են հայտնաբերվում դեպքերը, այնքան ավելի պարզ է դառնում, որ մարդիկ սկսել են գիտակցաբար մոտենալ խնդրին եւ չեն վախենում ստուգվել։ Վաղ հայտնաբերման շնորհիվ հնարավոր է սկզբնական փուլում հիվանդությունն ախտորոշել եւ անհրաժեշտ բուժում գտնել։ Ցանկացած մարդ, ով ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն անհայտ կարգավիճակով անձի հետ,
ցանկալի է որ հետազոտվի միավոր վերաբերյալ։ Այն անձը, ով օգտագործում է ներարկային ճանապարհով թմրամիջոց, նույնպես ցանկալի կլինի, որ հետազոտվի միավոր վերաբերյալ։ Եվ մի կարևոր խումբ ունենք մենք, դա աշխատանքային միգրանտներն են, որովհետև մեր հիվանդների գրեթե կեսը հենց աշխատանքային միգրացիայի արդյունքում են վարակվել, այսինքն գնացել են արտերկիր ու մեծամասամբ դա Ռուսաստանի Դաշնությունն է, այնտեղ ունենալով հարաբերություններ վարակվել են եւ վերադառնալով Հայաստան արդեն կարող է վարակել նաեւ իրենց ուղղընկերներին։ Միավ հետազոտություններն ախտորոշումն ու բուժումը իրականացվում է անվճար հիմունքներով ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար։ Միավ ստուգումները կարելի է անցնել նաեւ անանուն, սակայն բուժման համար պետք է լինի անձի ինքնությունը, հավելել է Արզականյանը։ Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանն էլ տեղեկացրել է, որ միավի ապադեմոնիզացիայի գործընթացը պետք է շարունակվի։ Նա հորդորել է հասարակությանը միավը դիտարկել որպես սովորական հիվանդություն, հավելելով հասարակական խարանից հիվանդներին զերծ պահելը նույնքան կարևոր է, որքան բուժման գործընթացը։ Բժիշկները քաղաքացիներին կոչ են անում լինել զգոն ու շարունակաբար ստուգվել, պաշտպանելով իրենց եւ հասարակությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակում տեղի ունեցել գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպում, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության անդամները։ Ներկաները քննարկել են ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներն ու նախանշել առաջիկա 5 տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները։ Հայաստանում գենդերային բռնության դեպքերի նկատմամբ հասարակության արձագանքը դեռևս անհամարժեք է։ Չնայած խորը արմատներ ունեցող այս արատավոր երևույթի դեմ պարբերաբար նոր օրենքներ են մշակվում եւ ընդունվում, բայց միևնույն է դեռ կառավարությունը չի հասել ցանկալի արդյունքին։ Հետևաբար այս ուղղությամբ դեռ շատ ու լուրջ անելիք կա։ Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակում տեղի ունեցել գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպում, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության անդամները։ Այս տարվա կարգախոսն է առաջ դեպի Պեկին +30։ Ի պատիվ Պեկինի հռչակագրի, ըստ որի լատենտային այս երևույթի դեմ 1995 թվականից մեկնարկեց նոր գործողությունների պլան։ Իդիվս այլ գործողությունների կան մի շարք հանձնառություններ բոլոր երկրների կողմից եւ այսօր հենց այդ օրն է եւս մեկ անգամ մեզ հիշեցնելու, որ բոլորս ունենք պարտավորություն հասարակությունը առանց բռնության, հասարակությունը հավասար միջավայրի սկզբունքով եւ հասարակությունը հավասար ռեսուրսների սկզբունքով բոլորին մատչելի եւ հասանելի դարձնելու։ Ոլորտի մասնագետները պատասխանատու կառույցների ներկայացուցիչները կարծում են, որ խնդրի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկման լուրջ աշխատանքների անհրաժեշտություն կա։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության դեպքերի թիվը գնալով աճում է։ Խոսքը թե կանանց մասին է, թե աղջիկների եւ ցավալիորեն պետք է նշեմ նաեւ մանկահասակ աղջիկների ընտանիքի ներսում, ընտանիքի իմացությամբ, այդ թվում սեռական բռնության ենթարկվելու դեպքերը միանշանակ մտահոգիչ են եւ հիմք են տալիս եզրակացնելու, որ մենք շատ լուրջ ջանքեր պետք է գործադրենք այս ամենի դեմ պայքարելու համար։ Երկրորդ ասպեկտը գենդերային հավասարության ասպեկտն է, այսինքն հնարավորությունները տղամարդկանց եւ կանանց համար պիտի հավասար լինեն։ Ձեռքբերումներ, կարիքներ եւ առավել արդյունավետ գործընկերություն։ Հանուն Հայաստանում գենդերային բռնության հաղթահարման հայաստանյան պետական գերատեսչություններն ու կառույցները գործակցում են ամենատարբեր հարթակներում, քննարկում ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներն ու նախանշում առաջիկա 5 տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները, որտեղ առանցքային են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Դեռևս 2020 թվականից սկսած կառավարությունը հանձն է առել ընտանեկան բռնության զոհերին մատուցող աջակցության ծառայությունների իրականացման պատասխանատվությունը, տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Միջոցառումը նպատակ ունի հասնելու քաղաքացիների իրական վարքագծային փոփոխության։ Այն հիմնվում է ռազմավարությունների վրա, որոնք կազմվել են Հայաստանում առկա գենդերային պատնեշներին ու նորմերին մարտահրավերներ նետելու համար։
Բռնությունը հակասում է Եվրամիության արժեքներին։ Մենք հաստատակամ ենք, ոչ մի հասարակություն չի կարող իրականում բարգավաճել, եթե նրա բնակչության կեսը կամ երբեմն նույնիսկ ավելի մեծ մասը բախվում է համակարգային բռնության, խտրականության կամ անհավասարության։ Գենդերային հիմքով բռնությունը պարզապես անձնական խնդիր չէ, դա հասարակության խնդիր է։ Եվրոպական միությունը շարունակելու է աշխատել հայ գործընկերների հետ այս համակարգերը ամրապնդելու համար։ Ըստ մասնագետների հատուկ ուշադրություն պետք է դարձնել քաղաքացիների գենդերային կարծրատիպերով պայմանավորված վարքագծին, ամրապնդել տղամարդկանց ներգրավվածությունը ծնողավարության մեջ ու կենցաղային պարտականություններում, նվազեցնել գենդերային հիմքով բռնությունից տուժող մարդկանց թիվը հնարավոր բռնարարների հետ կանխարգելման նպատակով աշխատելու միջոցով։ Աշխարհում 3 կանանցից մեկը կյանքի ընթացքում բախվել է բռնության։ Սա այն թիվն է, որը արձանագրված է ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր նոր երկիր գնալիս ինձ ասում են, որ այս խնդիրը իսկապես գոյություն չունի այդ երկրում, բայց փաստերը հակառակն են ցույց տալիս։ Խոսքը ընտանեկան բռնության մասին է, որը կրկնվելու հակում ունի։ Ուստի պետք է աշխատել ընտանիքների հետ եւ հանրային իրազեկում իրականացնել։ Մասնագետները պնդում են, որ կանանց նկատմամբ բռնության խնդրին անդրադառնալը միայն 1 կամ 2 գերատեսչության անելիքը չէ։ Հասարակության բոլոր շերտերը պետք է արձագանքեն ցուցաբերելով զրո հանդուրժողականություն նման դեպքերին։ Մինչև տարվա վերջ կունենանք լավարկված օրենսդրական դաշտ 2026 թվականից ուժի մեջ կմտնի բռնություն գործադրող անձանց ռեաբիլիտացման կարգը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի կենտրոն վարչական շրջանում Ալեք Մանուկյան եւ Խանջյան փողոցների հարակից տարածքներում ավարտվել են լայնածավալ կանաչապատման եւ վերաձևավորման աշխատանքները, որոնք իրականացրել է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը։ Փոխվել են վնասված եւ կենսունակությունը կորցրած ծառերը, դրանք փոխարինելով առողջ ու գեղատեսիլ ծառատեսակներով։ Այս փոփոխությունները նպաստել են Երևանի կենտրոնի էկոլոգիական միջավայրի բարելավմանը։ Սրանք Երևանի կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան եւ Խանջյան փողոցներն են, որտեղ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՕԱԿ-ն իրականացնում է լայնածավալ կանաչապատման եւ վերաձևավորման աշխատանքներ։ Դրանք արդեն ավարտվել են, ամբողջովին վերականգնվել են փողոցների հարակից տարածքները, նաեւ կանաչապատվել։ Գտնվում ենք Ալեք Մանուկյան փողոցում, իրականացվում են դեռևս 2023 թվականի սկիզբ առած փողոցների վերաձևավորման եւ ձևափոխման աշխատանքները, որոնք ունեն հստակ խորագիր, կենսունակության ավարտին մոտ դեֆորմացված ծառերի փոխարինում, առավել արժեքավոր եւ գեղազարդ ծառատեսակներով ինվազիվ ծառերի հեռացում։ Հատուկ ուշադրություն է դարձվել ծառերի առողջությանը եւ կենսունակությանը։ Հիվանդ ու կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են նոր առողջ գեղատեսիլ եւ արժեքավոր ծառատեսակներով։ Այս փոփոխությունների արդյունքում ստեղծվել է հաճելի միջավայր ոչ միայն բնակիչների, այլև անցորդների համար։ Աշնանային շրջափուլում ավարտին հասցրեցինք Խանջյան փողոցում սեկտորային Տիգրան Մեծից մինչև Վարդան Մամիկոնյանի արձան ընկնող հատվածը, Օղակաձև 6-րդ հատվածին հարող մասում փոխարինման աշխատանքները, գարնանը իրականացրել էինք հիմնում, ապա շարունակությունը փոխարինում արեցինք աշնանը։ Նոր ծառատեսակների ընտրությունը հիմնված էր ոչ միայն դեկորատիվ հատկանիշների, այլև դրանց դիմացկունության վրա։ Ընտրվել են այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել դիմակայուն են եւ կհարմարվեն Երևանի ջրային պայմաններին, չորոթին։ Կենտրոն վարչական շրջանում իրականացված այս փոփոխությունն ունի նաեւ էկոլոգիական նշանակություն։ Այն նպաստում է ավելի կանաչ, առողջ եւ մաքուր քաղաքային միջավայրի ստեղծմանը։ Երևան քաղաքում անգործության հետևանքով այսպես տարածում է ստացել նաև ինվազիվ ծառատեսակները։ Ուրեմն ինվազիվ ծառատեսակները պետք է հեռացվեն, դուրս բերվեն Երևան քաղաքից, ինչ վերաբերվում է կենսունակությանը կորցրած կամ դրան ավարտին մոտ գտնվող, դրանք հիմնականում նորից եմ կրկնում, թեղիներն են եւ բարդիներն են հիմնականում, դրանք պետք է փոխարինվեն։ Հակառակ դեպքում մի քանի տարուց հետո այսպես հերթականությամբ դրանք տապալվելով եւ բնակիչների գույքը վնասելով մի օր կբերեն Երևան քաղաքի անապատեցմանը։ Ծառատունկից հետո կիրականացվեն նաև սիզամարգերի թփերով ձևավորման աշխատանքներ եւ կտրվի 2024 թվականի համար նախատեսված աշնանային ծառատունկի ավարտը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի 3-րդ խաղում Երևանում բարդվել է Ավստրիայի ընտրանում։
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում էլ կայացել է տարվա սկզբունքային խաղերից մեկը, փոխչեմպիոն Նոան տպավորիչ հաղթանակի է հասել չեմպիոն Փյունիկի նկատմամբ, օրվա կարևոր մարզական նորությունները։ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզաամերգային համալիրում ընդունել է Ավստրիայի թիմին եւ պարտվել 80-129 հաշվով։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետ խաղացողը ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսն էր, որը վաստակել է 22 միավոր, կատարել 7 ասիստ եւ գրանցել 1 ռեբաունդ։ Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո կորցրել է խմբում առաջին տեղը գրավելու հնարավորությունը։ Մեր ընտրանին վերջին խաղը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին, հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին։ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում փոխչեմպիոն Նոան հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է չեմպիոն Փյունիկին։ Ռուի Մոտայի թիմից դուբլի եղինակ է դարձել բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը, 1 գոլ էլ խփել է արգենտինացի կիսապաշտպան Բրայան Մենդոզան։ Խաղավերջում 11 մետրանոցից Եղիշե Մելիքյանի թիմից միակ գոլը խփել է կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ Նոանը Փյունիկը 31-ական միավորով բաժանում են 3-ից 4-րդ տեղերը։ Նոան 13 խաղ է անցկացրել, Փյունիկը 14։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը 6-րդ խաղն է անցկացրել Ռումինական Ունիվերսիտայտի Կլուժի կազմում եւ խփել 3-րդ գոլը։ 28-ամյա ֆուտբոլիստը Գերմանշտադի դեմ Ռումինիայի առաջնության 17-րդ տուրի արտագնահանդիպման 70-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել, իսկ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ։ Ունիվերսիտայտյան պարտվել է 1-2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավակ Իտալիայի չեմպիոն Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր Կարիերա դելա Սերա պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ իր կյանքի եւ կարիերայի մասին պատմող գիրք է գրելու։ 35-ամյա ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ շատ բան ունի պատմելու, այդ ամենը կսե տեղի գրքում։ Մխիթարյանը նաեւ ընդգծել է, որ ցանկանում է միշտ խաղալ, քանի որ կարիերայի ավարտը մոտ է։ Պատասխանելով հարցին, թե ինչով կզբաղվի կարիերան ավարտելուց հետո, կդառնա մարզիչ, քաղաքական գործիչ, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար հայ ֆուտբոլիստը նշել է. «Դեռ չգիտեմ, միգուցե գրքում գրեմ այդ մասին»։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։